Ամասիայի շրջանի երբեմնի թուրքաբնակ Ենիգյոլ այժմ Աղվորի կոչվող գյուղում սրբատեղի եկեղեցիներ կամ մատուռներ չկան։ Այդ իսկ պատճառով եպիսկոպոս Աջափահյանի ձեռամբ առաջին անգամ գյուղում մատուցվող պատարագը հիմնական դպրոցի դահլիճում էր։ Քրիստոնեական հոգևոր կառույցների բացակայությունը Ամասիայի տարածաշրջանի հոգևոր քահանատեր Փարենը բացատրում է այսպես. Հիմնականում այս գյուղերը եղել են ադրբեջանաբնակ գյուղեր եւ Արցախյան շարժումից հետո նոր այս գյուղերը դարձել են հայաբնակ, հիմնականում ջավախահայություն է բնակվում այս տարածաշրջանում եւ դրա համար էլ նոր կազմավորվող գյուղը ամեն մի ավանդույթ նոր պիտի սկսի ստեղծել ինքնին համար, ընդհանուր մինչեւ եկեղեցական արարողությունները, սրբազան արարողակարգերը եւ ամեն մի ավանդույթ, ինչպես որ նշեցի։ Հոգևոր կառույցների բացակայության հանգամանքը տեղի բնակիչներին դեպի հոգևորը առաջնորդվելու համար խանգարող հանգամանք չի դիտվում բնավ։ Հիմնականում ջավախահայերով բնակեցված սահմանամերձ գյուղում հոգևոր հովվի հավաստման բոլոր կրոնական արարողությունները անցկացվում են պարտադիր կերպով քահանայի ներկայությամբ։ Այստեղ եթե եկեղեցի չունեք, չի նշանակում, որ երեխաները պիտի առանց մկրտվելու մնան, այսինքն չի նշանակում, որ երեխաները պիտի քրիստոնյա չլինեն։ Այստեղ եկեղեցի եթե չունենք, չի նշանակում, որ պիտի պսակվողները առանց եկեղեցու, առանց աստվածային օրհնության պսակվեն։ Եվ այդ առումով այս գյուղը հնարավորություններ շատ ունի, որովհետև ժողովուրդը պատրաստակամ է դեպի հոգևորը առաջնորդվելու։ Թեև պատարագը գյուղում առաջին անգամ էր մատուցվում, այդուհանդերձ դահլիճում ներկաների թիվն այնքան էլ շատ չէր։ Մասնակիցներից ոմանք, սակայն սրբազանի ներկայությանն ու կատարվող հոգևոր արարողությանը մեծ նշանակություն տվեցին։ Ադրբեջանցիներից լքած գյուղ է, այստեղ ոչ մի եկեղեցի չկա, մատուռներ չկան, ժողովուրդը ունի այդ կարիքը, հոգևոր սնունդի կարիքը ունի, ստայնում էլ ինձ թվում է, որ շատ կարևոր է։ Սրբազանի կողմից Աղվորի գյուղում առաջին անգամ մատուցվող պատարագի օրը համընկնում էր նաև մեծ պահոց շրջանի արտաքսման կիրակիի հետ։ Այդ առիթով Սրբազանը ներկաներին մեկնաբանեց Աստծո կողմից մարդուն տրված ազատության ճիշտ ընկալումն ու հավելեց, որ ազատությունը մարդկանց կողմից իրենց նաև ինչ-որ բաներից զրկելու եւ հրաժարվելու մեջ է կայանում։ Այն, որ մարդը ստեղծված է ազատ, դա մարդու շնորհը չէ։ Մարդը չէ, որ վաստակել է այդ ազատությունը։ Մարդուն Աստված ազատ է ստեղծել։ Ուրեմն այն, որ մենք ազատ ենք, դա մեր շնորհը չէ, մեր վաստակը չէ, մեր ճակատի քրտինքը չէ, մեր ձեռքբերումը չէ։ Աստծուց տրված շնորհ է։ Տրված ազատությունը ոչ ճիշտ կամ իչարս օգտագործելու դեպքում, ինչպես նշեց Սրբազանը, մարդիկ շատ հաճախ կարող են հայտնվել նաև դժբախտ իրավիճակներում։ Եվ ձեռքը երկարեց, փոգեց եւ կերավ։ Եվ արդյունքը ինչ եղավ, ստացավ այն, ինչին արժանի էր, վդարվեց դրախից։ Որովհետև Տերը ասաց, եթե ուտես, պիտի մահանաս։ Կերավ, անմիջապես չմահացավ, բայց մահը ժառանգեց իբրև իշխանություն։ Մտավ մահվան իշխանության տակ։ Իսկ պատարագի ավարտին Շիրակի թեմի առաջնորդն Աստծո ողորմածությունն ու իր օրհնությունը աղեց գյուղաբնակներին, հորդորելով հայ մնալ, կատարելով քրիստոնյային վայել պարտականություններն ու Տիրոջ պատվիրանները։ Անահիտ Նադարյան, Տիգրան Գասոբյան, Գալանյուս։